Հարգելի գործընկերներ, իմ ձայնը էլի քաշված է ինչպես երեկ էր, պես որ ներող կլինեք կրկին անգամ։ Ես ցանկանում եմ խոսել այս քննարկման ժամանակ հնչեցված մի այսպես կոչված կոռուպցիոն բացահայտման մասին, խոսքը Infocom-ի այսպես կոչված բացահայտման մասին էր, որի մասին խոսեց Տիկին Գրիգորյանը։ Բացեցի տեսնեմ, այդ ինչ բացահայտում է արել Infocom-ը, ինչի մասին է խոսքը, ով ինչ է զիջել, ով ինչ է նվիրել եւ այլն, ինչ է պարզել Infocom-ը։ Իդեպ այս հաջորդիվ ելույթի ընթացքում նաեւ խնդրում եմ ուշադրություն դարձնեք այս թափես էլ մամուլի ազատության հետ եկած, նաեւ այդ մամուլի բովանդակության որակին, էլի, թափես ինչից ենք մենք խոսում եւ ինչեր ենք բացահայտում։ Ինչ է պարզել Infocom-ը։ Պարզել է, որ 2023-25 թվականներին Հայաստանի կառավարությունը 202 ընկերությունների տվել է 149 միլիարդ դրամի մաքսատուրքերից ազատման արտոնություն, որի հետևանքով այս ընկերությունները Հայաստանի Հանրապետություն են ներկրել 1 տրիլիոն 645 միլիարդ դրամի կամ 4.3 միլիարդ դոլարի սարքավորում, այսինքն դա մտել է մեր տնտեսության մեջ, մենք ունեցել ենք տնտեսական աճ, մեր բյուջեն աճել է, իսկ մաքսատուրքը, որը նրանց զիջվել է, պետք է գնար ԵԱՏՄ բյուջե եւ այնտեղից համապատասխան ինդեքսներով վերաբաշխվեր ու դա միայն շատ մի փոքր տոկոսը գար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Բայց սա մասին չի խոսքը, լավ, տվել է, արել է, շատ լավ։ Շարունակում է, ասում է, ահա այս 202 ընկերություններից, չէ, ես ձեզ համար չեմ խոսում, Տիկին Գրիգորյան, հղում արեցի, բայց ես ժողովրդի համար եմ խոսում։ Ահա այս 202 ընկերություններից 11-ը նվիրատվություն է կատարել կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը կամ Իմ քայլը հիմնադրամին։ Նախ մի հատ եկեք ուշադրություն դարձնենք այս թվերի վրա, 202-ից 11-ը։ Կներեք, իսկ մյուս 191-ը որ չեն կատարել, այսինքն այդ ոնց է կառավարությունը ճնշել այդ ընկերություններին, թե բոլորին ճնշել է 11-ն են կոտրվել։ Հա, այսինքն այդ 191-ը ինչու չեն կատարել, որտեղ չեն ուզեցել կատարել։ Չեն ուզեցել, փոխանակ բացահայտում ան Infocom-ը, գրի որ կառավարությունը 202 ընկերության տվել է մաքսային արտոնություն եւ հրաշք, ընդամենը 202-ից 11-ն է իշխանական կուսակցությանը նվիրատվություն կատարելիս, մնացած 191-ը չի կատարել։ Ահա այս 149 միլիարդ դրամի արտոնություն ստանալուց հետո չի կատարել նվիրատվություն, ասում են, ո՞նց է եղել 202-ից 11-ը կատարել է, ցանկացած 202 ընկերություն վերցնեք, ցանկացած 202 մարդ վերցնեք, ցանկացած 202, չգիտեմ, սուբյեկտ վերցնեք, այդ 202-ից կարող է 11-ը նվիրատվություն կատարած լինի այս կուսակցությանը կամ այն կուսակցությանը, այդ ինչ մի բացահայտում է, ուր է ստեղ կորելացիան, ուր է ստեղ պատճառը հետևանքային կապը։ Սա ինչ աբսուրդ է ընդհանրապես, հենց լուրջ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին հարցնում է, ասում է դա քննելու եք, սա ծաղր է, սա ինչը քննեն, ասեք ծաղր է։ Առավել եւս ակնհայտ է դառնում, որ սա ծաղր է, թվին նայելուց։ Լավ, 11-ը կատարել են, շատ լավ, 11-ը կատարել են։ Ինչքանի նվիրատվություն են կատարել։ Ուշադրություն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը 12 միլիոն 150 հազար դրամի, հիշեցնեմ, կառավարությունը նրան զիջել էր 149 միլիարդ դրամ, 149 միլիարդ դրամ և ահա այդ արտոնությունը ստացած 202 ընկերությունից 11-ը կատարել է 12 միլիոն դրամի նվիրատվություն կուսակցությանը։ Այս ինչ կոռուպցիա, այս ինչ թվեր են ընդհանրապես, սա նույնն է ոնց որ ասենք, չգիտեմ, մաքսավորը ասի այս բանը, այս 3 վագոն սուրճը անցկացնու, ինձ կվճարես մի բաժակ սուրճով։ Ասեք, մի բաժակ սուրճ կդնես կխմեմ, հետո գնան ասեն, այս մի բաժակ սուրճը, չէ, նույնիսկ եթե մտնենք մենք այս տրամաբանության մեջ, նույնիսկ եթե մենք փորձենք սա դիտարկել լրջով, մեր միտքը աշխատացնենք, այնպես որ ասենք, իսկ կարող է իսկապես կառավարությունը ասելա կբերես
ինձ կտաս 12 միլիոն դրամ։ Գժանոց ոչ չի լավ ասենք, խենթան բանի Պետրոսյանի ասած ոնց էր ասում։ Մանկապարտեզել չէ խենթանոց է, լրիվ մանկապարտեզել չէ խենթանոց է։ Այսինքն 12 Բան Դանիելյան, ոչ մեկի չեմ թիրախավորում։ Այսինքն կառավարությունը, այսինքն 12 միլիոն դրամը, որ ձեր կուսակցության անդամների, առավել ևս առաջնորդների գրպանից կարող է անգնի չնկատել 12 միլիոն դրամը, աջ գրպանից ընկավ, ցախ գրպանից ընկավ ինչ։ Այդ է կոռուպցիան։ 95 միլիոն դրամն էլ նվիրաբերել են ըստ 11 ընկերությունները իմ քայլի հիմնադրամին, որը բարեգործական ինչ-որ, գիտեք, քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցում, տարբեր ինչ-որ ծրագրեր կանցնում, բայց սա չի ական, այս թիվը ինքնին, երկուսը միասին 110 միլիոն դրամ։ 110 միլիոն դրամ։ Ինչի մասին ենք մենք խոսում։ Ինչ է, օրինակ մի հատ նայենք, էլի մամուլը ինչով է զբաղացնում այս ժամանակը։ Ինֆոկոմի կոչված այս բանը։ Լրագրողական բացահայտում, ասեք, ես իսկապես ասեք լուրջ դրեցի կարդացի, ես ժամանակ եմ ծախսել, ես բանը գործ չունեմ դրան ձեր բանը ցնորքները կարդամ ասենք։ Ես գնացել եմ ժամանակ եմ ծախսել, այստեղ падգամավորը հարց է հնչեցնում, ես ասում եմ տեսնեմ այդ ինչ է կատարվել, բացում թվեր եմ նայում, ստուգում եմ 5 անգամ, ասում եմ ճիշտ է, այս ճիշտ է գրած, այս զրոները ճիշտ են գրած։ Ասում եմ զիջել 149 միլիարդ դրամի բան, ինքը ստացել է 110 միլիոն դրամի նվիրատվություն։ Հա, այդ է եղել, հա։ Ես ասում եմ զարմանալին ինչի որ 11-ը նվիրատվություն կատարել, զարմանալին են, որ 191-ը չի կատարել։ Եվ ասեմ ավելին, բոլոր են լրագրողները, որոնք մեզ քննադատելու շնորհիվ հիմա աշխատում են առավել քան երբևէ փող, որոնք վճարվում են մեզ քննադատելու համար, առավել քան երբևէ վճարվել են իրենց կյանքում եւ առավել քան երբևէ կվճարվեն, նրանք իրականում պետք է գան նվիրատվություն կատարեն քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Մեր շնորհիվ հազիվ մի գործ են գտել, մեր շնորհիվ հազիվ խոսալու նախ հնարավորություն, ազատություն են ստացել եւ երկրորդն էլ հերիք չի, մի բան չհարաշահում են այդ ազատությունը։ Ի վնաս հանրային շահի եւ ի օգուտ իրենց անձնական գրպանի։ Ես պիտի խնդրեմ պարոն Նահապետյան, որ նման մենակ ես գործով չէ, ընդհանրապես նման աննշան, չգիտեմ, ցնորամիտ, տարբեր տեսակի հաղորդումների վրա երևի թե գիտեք կարճված գործերի թիվն էլ է դրանից, ինչից որ ես բողոքում եի, որ եւ ոչ միայն ես, որ երևի այսպես ամեն մեկը գալիս է երևի կոմիտե, ասում է բա գիտեք, էս ինչ տեղում բանը տեսա մեկը մեկին 1000 դրամ տվեց, հասեք բռնեք, բան, երևի դրանք են հարուցվում, հետո վերջում չգիտեմ, կարճվում են այդ գործերը, խնդրում եմ կենտրոնանալ մեր պետության, պետականության համար կարևոր նշանակություն ունեցող չնայած անկարևոր, այսինքն նվազ կարևորության հանցանքներ չկան, բայց ամեն դեպքում պետականության հիմքերը խարխլող համակարգված կոռուպցիոն բնույթի, նաև ոչ համակարգված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վրա ես խնդրում եմ կենտրոնանալ, ստվերային շահերի պաշտպանության եւ այլն, եւ ոչ թե ուղղակի լսել ամեն տեսակի այսպիսի ցնորամիտ հաղորդումներ եւ լուրջ վերաբերվել դրանց, չէ, թե դուք դա չեք անում, բայց քանի որ ելույթի ֆորմատը այսպիսին է, այսպես եմ ասում, շնորհակալություն եւ կոչ եմ անում մեր անդիմադիր գործընկերներին զբաղվել լուրջ գործով եւ իմ ժամանակներ եւ մեր բոլորի ժամանակներ նման աբսուրդ բաների վրա չծախսել։